Իդեպ Երևանում ընթանում է Երևանյան երկխոսություն միջազգային երկրորդ համաժողովը, որին մասնակցում է շուրջ 40 երկրի ներկայացուցիչ։ Համաժողովի շրջանակում երկար ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով խաղաղության խաչմերուկը։ Հատկանշական է, որ այսպես կոչված խաղաղության խաչմերուկ բուկլետը էլ համաժողով չմնաց, որտեղ չներկայացվեր։ Տարբեր հարթակներում խոսեցին դրա մասին, հատուկ շնորհանդես եղավ Վրաստանում։ Փաշինյանը որտեղ գնում, ներկայացնում է այն։ Սակայն ոչ միայն գործնական ոչինչ տեսանելի չէ, այլև այն երկրներում, որտեղ այն ներկայացվում է, չկա աջակցության խոստում եւ այդ խաչմերուկից օգտվելու պատրաստակամություն։ Արդյոք սա հերթական նախագիծը չէ, որի վրա Հայաստանի իշխանությունը պարզապես մերցնում է անիմաստ ժամանակ ու ջանքեր, եւ արդյոք այս ընթացքը հնարավորություն չի տվել իրենց պատկերացնելու գործընթացի անհեռանկարային լինելը։